Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, սկսում ենք հերթական հաղորդումը, սա ընդհանուր հաղորդումներից մի փոքր ավելի տեղ է գրավում, որովհետև արտակարգ դրություն է Հայաստանում, լույս է տեսել Գևորգ Հովհաննիսյանի հայոց տերերը աշխատությունը, դրա մասին մենք լույս աշխարհում դրված էր այդ հայտարարությունը եւ այսօր ես այդ հայտարարությունը մեկ անգամ էլ կկարդամ ձեզ համար, որպեսզի հրավիրեմ նաեւ Ֆրանսիայից Գևորգ Հովհաննիսյանին հեղինակին, նրա հետ զրուցելու եւ նա կպատմի թե այս գիրքը ինչպես ծնվեց եւ այլն։ Ուրեմն այսպես հայրենիք ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի հայոց տերերը աշխատությունը, որից առանձին հատվածներ ժամանակին ներկայացվել են հայ ընթերցողին նզովյալներ խորագրի ներքո։ Եթե հիշում եք, շարունակաբար լույս աշխարհում դա տեղադրվում էր մեկը մյուսից միջև մի քանի 10 բաժինը անցավ, բայց դա գրքի մի փոքր մաս էր կազմում, այսպես ասենք, որտեղ ամբողջական գիրքը պետք է հետո դուրս գար եւ նա վերնագիրը հայոց տերեր դարձավ, որովհետեւ գիրքը ամբողջապես երբ որ դուրս եկավ ավելի շուտ գնաց դեպի հայոց թագավորների մասին, որոնք գոյություն ունեցել այդ անցման շրջանում։ Գրքում պատմական համոզիչ փաստերով հիմնավորապես հերկվում է այն սխալ եւ վտանգալից մոտեցումը, թե քրիստոնեության հաստատումից հետո հայկական պետականությունը տվել է թույլ օտարի կամքով առաջնորդող վասալ արքայիկներ։ Հանգամանորեն հանրամատչելի եւ նորովի ներկայացվել են 340-ից 374 թվերը պետություն եկեղեցի հարաբերությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ ազնվականության եւ եկեղեցու մեր պետականության կյանքում խաղացած դերին։ Հենց այս համատեքստում բացահայտվել է եկեղեցու հայոց պատմության, պետականության եւ ազգային շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկածնելու մասին դարեր շարունակ տիրապետող համոզմունքի առասպելը։ Գրքի առանցքը մեր պետականության, մեր հերոսական անցյալի աստղաբույլի 3 փառավոր ներկայացուցիչներ են՝ արքայից արքա Արշակ B. մեծը, Տիկնաստիկին Փառանձեմը, արքայից արքա Պապը, հանիրավի անտեսված, ծրագրավորված, մոռացության մատնված, ըստ արժանավուն չգնահատված եւ չարժեվորված, եղծված ու բառի բուն իմաստով անուշադրության մատնված։ Իր պատմագիտական նորույթով մեր պատմության բազմաթիվ մութ ու վիճահարույց հարցերի նորով լուսաբանմամբ գիրքն ունի ուսուցողական, քարոզչական դերակատարություն։ Միաժամանակ այն վերագնահատման փորձ է, ընդ որում ընթերցողին էլ դրան տրամադրող։ Հայաստանյան ընթերցողը կարող է գիրքը ձեռք բերել երևանյան գրախանութներից, շատ շուտով այն հասանելի կլինի նաև ինտերնետ գրախանութներում, որի մասին առանձին տեղյակ կպահվի ընթերցողին։ Գրքի հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել հեղինակին, հեռախոս, Ֆրանսիայի սա հեռախոսն 0033 699 83 0835 Email ցեղակրոն հայքյաններ Սա արդեն հայտարարության մեջ կա եւ այլն։ Ես պարզապես կարդում եմ այն գովազդայի մեկ էջանոց դիմումը, որը տրված է լույս աշխարհում։ Ինչպես նաեւ գրքի խմբագիր հայրենիք ակումբի հիմնադիրներից Ավագ Հարությունյան, հեռախոսը արդեն Երևանի է 00 ըստ ձեր երկրի 374 91 59 97 54 Ես հիմա կմիացնեմ Ֆրանսիա, որտեղ արդեն սպասում է Գևորգ Հովհաննիսյանը եւ մենք կզրուցենք հանգամանքից այս թեմայով։ Մեկ վայրկյան։ Հարգելի Գևորգ, դուք գծի վրա եք, դուք պատկեր չէիք։ Բարև ձեզ, պարոն Իրենեյան։ Ողջույն, շատ ուրախ եմ գրքի հրատարակման համար, բոլորս էլ սպասում էինք, թե ինչպես մեծ պատիվ է տալու հատկապես Արշակունիների վերջի ներկայացուցիչներին, որոնց վերաբերյալ մեր պատմության մեջ, այսպես ասած, վատ համբավն են թողել համապատասխան պատմիչները եւ այլ գիտական աշխատություններ։ Դուք նախ առաջինը նրանց ոգին եք վերականգնել մեր մեջ, հայերի մեջ,
ցույց տալով, որ հայ թագավորները միշտ էլ ընտրյալ են եղել, ոչ թե ինչ-որ պատահական մարդ։ Համեցեք, ես տրամադրում եմ միկրոֆոնը ձեզ առաջ։ Շնորհակալություն էր ավելի համար, պարոն Կիրեմիջան։ Մի փոքրիկ ճշտում ուղղակի չասենք արշակումների, ասենք հայկյանների, որովհետև սա նույն գենն է, որ գալիս է։ Եվ այսօր առավելքն համոզված կարող ենք ասել, որ ամեն դեպս մեզ մոտ դինաստիական փոփոխություններ չեն եղել, հայոց պետականությունը։ Հայկից սկսած մինչև Արտաշիր, Մանուկ Արտաշիրը խորենացու նկարագրած, սա նույն մեր հայկյանների դինաստիան է։ Ինչպես մեզ փորձել է այլաբանություններով ցույց տալ խորենացուն, ուղղակի հարկավոր է խորենացուն մի փոքր ավելի լավ կարգ։ Սա սկզբի համար, մի փոքր ներկայացնեմ գիրքը, երևի, ուրեմն գիրքը եռագրություն է և բաղկացած է 3 բաժնից։ Առաջի բաժինը Տիրան արքայի, Տիրան երկրորդ արքայի գահակալության տարիներն են, երկրորդը Արշակ երկրորդ արքայի և վերջապես Պապ թագավոր։ Այս 3 թագավորների կյանքի ու կենսագրության նկարագրությունով ես փորձել եմ տալ պետականության, ուժեղ պետականության համար մղվող պայքարի այն պատմությունը, որը 301 թվականից հետո Հայաստանում։ Այսինքն պայքար մի կողմից այս 3 թագավորների և նրանց կողքին կանգնած ուժեղ ազգային պետականության կողմնակից հայ իշխանների և մյուս կողմից պայքար նորաթուխ, նորելուկ ազնվական տների, գայի համար իրար գզող, գզվրտվող ազնվական տների և բնականաբար նրանց թև ու թիկունք կանգնած և նրանց միմյանց և արքունիքի դեմ հրահրող եկեղեցու միջև։ Սա է ամբողջ ինտրիգը գրքի, ինչու նզովյալներ, հոդվածաշարը, որ տրվում էր լույս աշխարհում և մի քանի այլ էլեկտրոնային կարգերում, ինչու է կոչվում նզովյալներ, որովհետև այս ամբողջ պատմությունը պետականության գաղափարի շուրջ համախմբված իշխանների և արքաների կռիվը հոգևորականության մի կողմից, մյուս կողմից հունապարսկական ուժերի դեմ մեզ հասել է մի քանի նզովքների տեսքով։ Հետաքրքիր է սա։ Մի քանի նզովքների տեսքով, ուրեմն Մզվինի Հակոբը, որը կոչվում է Մեծ, որը Գրիգոր Պարթևի եղբայրն է եղել։ Հարազատ եղբայրը կամ հորաքոչ որդին, վիճաբանություններ կան մինչև օրս, դա կարևոր չէ։ Մզվինի Հակոբը նզովել է մի ամբողջ գավառ։ Հայաստանի եկեղեցիների գլխավոր տեսուչ Դանիել Ասորին, Գրիգոր Պարթևի աշակերտը, նզովում է մի ամբողջ պետություն և այդ պետության արքային, Տիրան արքային։ Ներսես Մեծ կաթողիկոսը, որը հայտնի էր նրանով, որ իր անեծքները որպես սուրբ մարդու խոսքեր երբեք գետնին չէին մտնում։ Ամենայն ջանասիրությամբ բազմիցս անըստների տարապ է տեղացել Արշակ արքայի, նրա կերտած մայրաքաղաքի, նրա տոհմի, նրա պետականության գլխում և տարօրինակ օրինաչափությամբ նրա անեծքները կատարվել են։ Ընթերցողը կտեսնի, թե այս ամենը ինչպես է եղել։ Եվ վերջապես նույն Ներսես Մեծը հիմքից խարխլեց Պապ արքայի պետականությունը, հզոր պետականությունը վերականգնելու բոլոր փորձերը։ Իրատեսորեն նայենք այս ամեն ինչին, այս նզովքները այնքան էլ կարևոր չի, եղել են, թե չեն եղել իրականում։ Հնչել են սրանք մեր կաթողիկոսների շուրթերից, թե չէ։ Մեզ համար սա այնքան էլ կարևոր չի, կարևորը մեկ այլ բան է։ Այս նզովքները կան ու սրանցով 1700 տարի սերունդներ են դաստիարակում։ Այսինքն մեր պատմիչների, հղերական պատմիչների, եկեղեցական մեր գործիչների կողմից այս նզովքները, նզովքի տեքստերը ծառայել են մի բանի։ Պետությունը արատավոր է, չարի մարմնավորումն է։ Հայ թագավորը իղծ է, թուլամոր, արատավոր։
Եվ միակ փրկությունը եկեղեցին է, եկեղեցու հայրերը, որ նրան սաստել են, որ նրան նզովել են, անիծել են, ճիշտ ուղու վրա են փորձել բերել, չի ստացվել։ Դրա համար ձեր միակ հույսը եկեղեցին է, Հայաստանյան եկեղեցին։ Սա է ամբողջ արհավիրքը, այսինքն 301 թվականի քրիստոնեության ընդունումով եւ կործանվեց մի ողջ մշակույթ։ Երբ գլխիվա շուտ տվեցին բազմաթիվ արժեքներ, սա ողբերգություն էր, բայց գլխավոր ողբերգությունը իմ կարծիքով գալու էր դեռ հետո։ Դա պետականության աստիճանական կործանումն է, եւ որ ավելի ահավոր է այդ պետականության գաղափարի խամրումը ազգի ինքնագիտակցությունն է։ Այսինքն սերունդների միջով ընթացող քարոզության շնորհիվ մեզանում պետականության կարևորությունը մեռավ։ Սա կենսաբանորեն ախտավոր վիճակ է, երբ որ բնորեն ամբողջականություն ներկայացնող մի տարածքում, ինչպիսին հայկական լեռն աշխարհն է, բացարձակ միատարր մի ազգ պահանջ չի զգում պետականություն։ Այդ պետականությունն արդեն կործանվել է։ Պետականությունը վերածվել է վանական միաբանության, Հաֆթոս Բյուզանդի խոսքերով ասում։ Եկեղեցու հայրապետությունն է տիրում։ Սա հերիք է, իսկ սա բավական է, որ մի քանի սերունդի ընթացքում երեկվա զորեղազգը վերածվի կրոնական հոգի, բռնի գաղթականի ցուպը եւ շարժվի միայն մի գաղափարով, որտեղ հաց այնտեղ փող։ Սա է ամբողջ իմաստը։ Ես գրքում փորձել եմ ցույց տալ այս ողջ ողբերգությունը, մեր արքաների ճիկը վերականգնելու նախկին Խոսրով մեծի օրոք եղած հայկական պետությունը, որը կռվում է տարածաշրջանային գերիշխանության համար, եւ հայաստանյաց եկեղեցու հայրերի ընդդիմությունը, որի պատճառը մեկն է, պայքար տնտեսական գերիշխանության համար։ Դրա միջոցով արքայական գարին տիրանալու սա է ընդհանուր առմամբ։ Եվ ես մի հարց ունեմ, մենք ժամանակ ունենք, sense այս ասածները մտածելու տեղի կա, տալու կարծում եմ բոլորն էլ սկսեն այդ առնչության խնդիրներ առաջացնել։ Ինչ է նշանակում անիծող քրիստոնյա հոգևորական։ Դրա վերաբերյալ ոչ նոր կտակարանում որևէ մի բան կա, ոչ էլ ինչ-որ Պողոսի թղթերում կա, ոչ միտեղ չկա, ինչ-որ անհամատեղելիություն կա, քրիստոնեությունը եւ անեծքը։ Աղոթքների մասին իհարկե ոչ մի խոսք, դա Աստծո խոսքեր են ընդունելի է, բայց ինչ է անեծքը, որը 3 անեծք բերիր գլխավոր, որը պատմագրության մեջ հաստատված է, որտեղ այս սրա անեծքը իշխանական տներին ամբողջ պետությանը մաս եւ ամբողջապես։ Մի հատ հասկանանք էս ինչ բան է։ Սրա տակը շատ ուրիշ բաներ է թաքնվել։ Անեծք գոյություն ունեցել է քրիստոնեության ակունքների մոտ, երբ որ Քրիստոսը Երուսաղեմում 3 տարի էստոմենկով էր գնում։ Ես մի օրինակ բերեմ, նոր կտակարանում հետևյալ խոսքերը կան։ Քրիստոսը իր աշակերտներին հոգիների ворցի ուղարկելուց առաջ պատվիրում է։ Եվ երբ որ մտնեք մի քաղաք, որտեղ ձեզ չընդունեն, ըստ բառացի անգիր չեմ հիշում, ուղղակի մոտավորապես իմաստը։ Եվ երբ որ մի քաղաք մտնեք, որտեղ ձեզ չընդունեն, հեռացեք այդ քաղաքից եւ ձեր ոտքի փոշին չափ տվեք այդ քաղաքի վրա։ Ճիշտ է։ Հավատացնում եմ ձեզ, Սոդոմն ու Գոմորը ավելի լավ վիճակում են եղել, քան այդ քաղաքը կլինի։ Այս ոտքին փոշին թափ տալը սա անեծքն է, սա անեծքի գաղափարն է, հենց։ Պատահական չի օրինակ, որ Հաղթոս Բյուզանդի մատյանի մեջ, երբ որ նկարագրվում է, թե Մծվինի Հակոբը, Գրիգոր Պարթևի եղբայրը, երբ գալիս է Ռշտունյաց աշխարհ, մեր Վանա ավազանի Ռշտունյաց աշխարհ, գալիս է Ռշտունյաց աշխարհի իշխանի գազանությունը մեղմելու, այսպես է ասվում, եւ նրան քրիստոնեական դարձի բերելու համար։ Ռշտունյաց աշխարհը այն փոքրաթիվ նահանգներից էր, որտեղից քրիստոնեությունը կողքով էր անցել։
քրիստոնեությունը չէր մտել այդ աշխարհում։ Ինչպես մանավազյանների մոտ, Բորդունիների և բզդունիների հայկյան բնիկ ազնվական կալվածքներում քրիստոնեությունը չէր մտել։ Սրա պատճառով էլ հենց նրանք կործանվեցին այդ նախարարական տները։ Սա համընկնում այդ ժամանակներին, երբ Գրիգորի որդին Վրթանեսը և Խոսրով Կոտակը իրականացնում էին Հայաստանի քրիստոնեացման ծրագրի վերջնական փուլը։ Ուրեմն և Մծբինի Հակոբը գալիս է Ռշտունի, որպեսզի Ռշտունյաց իշխանին խելք սովորացնի։ Միաժամանակ Ռշտունյաց իշխանը գերի էր բռնել Մծբինի Հակոբի 8 սարկավագներում։ Ռշտունյաց իշխանի գազանային կատաղությունը բնականաբար չի մեղմվում, այլ ընդհակառակը, և Ռշտունյաց բնակիչների պահանջով իշխանը այդ 8 սարկավագներին Հակոբ եպիսկոպոսի աչքի առջև նետում է ծովը, Վանալիճը։ Եվ Հակոբը Պավտոսն այսպես է նկարագրում. իր ոտքի փոշին թափ տվեց Ռշտունյաց աշխարհի վրա, բարձրացավ Ընձյակյարս կոչվող լեռը և այնտեղից անեծքի տարավ տեղաց, ամբողջ այդ աշխարհի վրա, որ խաղաղություն երբեք չլինի այս աշխարհում, որ միշտ երաշտ ու չորություն լինի։ Ըստ Խորենացու և ըստ Պավտոսի, նրանց խոսքերն այստեղ համընկնում են, 3 օր չանցած այս անեծքից ուժեղ համաճարակ է բռնվում Ռշտունիքում, որից մեռնում են անգամ Ռշտունյաց մեծազոր իշխանն ու 7 որդիները։ Այս ինչ անեծք էր, որ ուղեկցվեց համաճարակով, թե այս անեծքը իրականում եղել է, թե ոչ, ես էլ եմ կրկնում, սա կարևոր չէ։ Կարևորը, պարոն Կիրեմիկյան, որ այս անեծքի միջոցով սերունդներ են դաստիարակվել։ Ինչքան վատն են մեր իշխանները, ինչքան վատն են մեր արքաները, որ մեր եկեղեցու հայրերի անեծքները Աստված միանգամից բռնել է, տվել է սրանց գլխին։ Սա է ամբողջ գաղափարը։ Այսինքն պետության գաղափարը, արքայական իշխանության գաղափարը փոշիացվում է, հավասարեցվում է հողին և դրա փոխարեն նախկին հզոր պետության ավերակների վրա բարձրանում է եկեղեցու իշխանություն։ Բայց Գևորգ մի հարց, թող շատ լավ է տենց է լի։ Ձեռքից տակա, ես ունեմ ստեղ գրքեր, որոնք հետո պիտի կարդամ մեկ-մեկ, մի անգամ ցուցադրել եմ հայոց պատմությունն է, տեսնեք, եւ գրածա Ագաթան Գեղոց հայոց պատմություն արձանագրել։ Այս գրքի մեջ, այս հələ առաջի շրջանն է, հələ դիմադրություն չկա, թրթում են եւ անիծելու կարիք չկա։ Այս Ագաթան Գեղոցի մեջ անեծք չկա, այտենց հանկարծ որտից այդ անեծքների թույն առաջացավ, այս հետաքրքիր է։ Իմ կարծիքն ասեմ, ուրեմն գանք մի քիչ հեռվից, պարոն Կիրեմիկյան, ավելի շուտ մի քիչ ավելի հետ ընկնենք, գանք 4-րդ դարի երկրորդ կես, քրիստոնեության ընդունումից առաջ Ագաթան Գեղոցի շարադրած դեպքերից մոտավորապես մի 50-60 տարի դեպի հետ։ Ուրեմն Մովսես Խաղաղ կատվածի պատմության մեջ նկարագրված է մի հետաքրքիր պատմություն, խնջույքի մի տեսակ, Պարսից Շապու արքայի պալատում կետ է, հավաքված է պարսկական ողջ ավականը, ամենահայտնի ազնվական տոհներ, հավաքված են նաև հայոց ամենահայտնի ազնվական տոհներ, արքայից արքա Շապուի հյուրասիրում է բոլորը։ Արքայից արքա Շապուի մոտ հարց է առաջանում հայոց իշխանների հանդեպ, ասում է նայեք, իմ ազնվականները բոլորը սեղանի շուրջ բազմած են ըստ կարգի, ըստ հնագործ արիական կարգի, ամեն մեկ ունի գահը իր բարձ, որը սահմանված է գաղնամակով, գաղնամակը դա նախարարական տների բարձերի պատիվների ցուցակն է, ով ումից հետո։ Դուք ինչ ունեք, ցույց տվեք ինձ ձեր տեղը արժանի, որպեսզի ես իմանամ խնջույքի սեղանի շուրջ ձեզ որտեղ բազմեցնեմ։
Եթե դուք հիմա դա ինձ ցույց չտաք, ես ձեր ամբողջ բոլոր կալվածները, ձեր ամբողջ կնիժքը կբռնագրավեմ եւ դա կանցնի պարսիկներին։ Նախարարները խորհրդակցում են եւ շապուկին են ներկայացնում մի գիծ, որը կոչվում է Ագաթան Գևորգ։ Ինչ ասում։ Ես ձեզ ասում եմ այն, ինչ գրած է։ Հա։ Մի գիծ, որը կոչվում է Ագաթան Գևորգ։ Շապուկը բացում է գիրքը եւ տեսնելով, որ գիրքը սկսվում է իր ապուպապ Սասանի որդի Արտաշիրից, համբուրում է, դնում է աչքերին։ Հետո մի հատ էլ է բացում այդ գիրքը եւ այնտեղ կարդում է հայ ազնվական տների 16 բարձերի մասին։ Այսինքն 16 հզորագույն ազնվական տողների մասին, որից հետո է եւ ասում է այս գրքով պիտի որոշվի ձեր բարձը։ Իսկ այս գրքում այսօր հիմա ձեր ձեռքում է, սա այդ գիրքն է։ Այս գրքում։ Այս գիրքը սրա մեջ է։ Սա այս գիրքն է, պարոն Քերեմիջան, այո։ Այս գրքում գլխի բաց շուռ է տված հայկյան արքաների կողմից սահմանված հայոց գաղնամակի կարգը։ Եվ շուռ է տված Գրիգոր Պարթևի հրամանով։ Քրիստոսը, որ ասում էր առաջինները կդառնան վերջիններ, վերջինները կդառնան առաջիններ, սա այդ բանն է։ Էսա կիրառել։ Պատկերացեք, պարոն Քիրեմեջան, ուրեմն հայոց պետականությանը պատերազմի ժամանակ ամենամեծաթիվ հեծելազոր տվող նախարարական տոհմը դա Սյունյաց տոհմն է, 22,000 հեծելազոր։ Սյունյաց իշխանը այս գրքում դարձել է 13-րդ տեղը։ Երբ որ միշտ եղել է առաջին հնգյակում, միշտ ավանդական Վաղարշակ թագավորից սկսած մեր թվարկությունից առաջ երկրորդ դար, միշտ եղել է առաջին հնգյակում։ Գրիգոր Պարթևի գալուստով հանկարծ ստացած երրորդը որոշում է, որ Սյունյաց իշխանը պիտի հայտնվի 13-րդ տեղը։ Այս գրքում էս է ամրագրված։ Ուրեմն շապուհը ըստ այս ավանդույթի քեֆի մասին պատմության, այս գիրքն է։ Նայեցնում օրենք, բոլոր իշխանները գոհ են, միայն Սյունյաց մեծ իշխանն է մռայլ նստած, խոժորված հաչ չի ուտում։ Հետո բարկացած թողնում լքում է խնջույքի սեղանը։ Եվ ըստ պատմիչների հենց այս վիրավորանքն է պատճառը, որ մի քանի տարի անց հանկարծակի ներխուժում է Տիզբոն, գրավում եւ կողոպտում է քաղաքը։ Բայց սա ընդամենը մի փոքրիկ արտացոլում է այն ներքաղաքական պայքարի, որ Հայաստանում գնացել է հանուն տնտեսական եւ քաղաքական գերիշխանության ազնվականների միջեւ, եւ այս ամենի հրահրողը եղել է Հայաստանյան առաքելական եկեղեցին, սա սկսվել է Գրիգոր Պարթևից եւ իր ավարտին է հասել Ներսեսի այս շրջանը։ Սա է Ագաթան Գևորգի գրքի ողջ ինտրիգը, պայքար տնտեսական գերիշխանության համար։ Օրինակ ձեզ մոտ հարց չի առաջացել, ինչի բոլոր նախարարները միամուռ անցանես Պարթևի հետևից ու ընկան Մեհյանների ջանին կոպիտացը։ Ինչն էր պատճառը։ Այդ բոլորի մոտ հանկարծակի քրիստոնեության հանդեպ սեր բան է, դա։ Պատճառը մեհենական հարստությունն է վերջացել։ Մեհենական հարստությունը ուրիշ ոչինչ։ Այդ անբավ հարստությունը եւ այն խոստումները, որով իրենք պիտի բարձրանային արտունի գործակալություններին, պետական կյանքում։ Սա այդ պատճառը շահը։ Սրանով Գրիգորը հասավ հաղթանակի։ Մնացածն արեցին իր հետնորդները, իր որդիները։ Վրթանես կաթողիկոսը, արեց Ներսեսը, որը իրավամբ մեծ է կոչվում եկեղեցու համար։ Սա Հայաստանը հարցնում էր իրոք բանական միաբանությամբ։ Արշակ արքան կանգնեց նրա դեմ, պապ արքան կանգնեց նրա դեմ։ Ի վերջո հյուսվեց դավադրությունների մի ամբողջ շարք։ Այդ դավադրությունների մեջ ներքաշեցին հույնին, պարսիկին, Հայաստանում պարսկական կամ հունական կողմնորոշում ունեցող նախարարներին, օգտագործվեցին ամեն բոլոր հնարավոր միջոցները այս արքաներին միայնակ թողնելու։ Եվ որ ամենասարսափելն է, այս արքաների պարտությունից հետո հետագա սերունդների մոտ բոլոր գլխավոր անցքերը պատմական ներկայացվեցին մանր կենցաղային հողի լույսի ներքո։
այս արկաների ցանկացած փառահեղ գործ ներկայացվեց որպես կենցաղային կրքերից, ճղճին ինչ-որ բաներից բխած գործողություն։ Ասենք Արշակը գնելին սպանել է տալիս, ինչի համար, որովհետև գնելը Հունաստանից եկել էր մեծ պատրիկի տիտղոսով, զինում էր նախարարներին, սա գրված է, զինում էր նախարարներին և իրեն հատկացված տեղից, քանի որ ինքը իրավունք չուներ ապրել Բոստանում, Արքունի Բոստանում, ինքը գահաժառանգ չի, ինքը պիտի ապրի այլ տեղ, պիտի ապրի այնտեղ, որը հատկացված է արքայազարն ընտանիքի զավակներին, տեղափոխվում է Բոստան, սա համարվել է պետական հանցագործություն և դատապարտվել են մահվան նման մարդիկ, սա և նախարարներին ունած կայսրի հրամանով Ներսեսի միջոցով նաև զինելը պատճառը դառավ, որ Արշակը Ներսեսին գնելին սպանելու հրաման տա։ Այս ամբողջ պատմությունը ներկայացվեց որպես խանդի միահավոր տեսարան, վարկաբեկվեց արդյունքում Հայոց Թագուհու անունը, Թագուհուն սարքեցին գնելիքին, հետո Տիրիթի սիրո առարկա, հետո Արշակի կին, հետո Արշակին չէր սիրում, Արշակը գնաց վրեժ լուծելու համար ամուսնացավ Օլիմպիադեր, մի խճճված պատմություն են սարքել, կենցաղային, որում վարկաբեկվել է ընդամենը Արքունի ցեղի անունը։ Եվ վերջ, սերունդներին սա է ներկայացվել։ Պապի մեծագործությունները, տնտեսական և կրոնական բարեփոխումները ներկայացվեցին որպես նրա անբարո վարքի, անկայուն բնավորության, խելության, ինչ-որ տարօրինակ աննորմալ երևույթների հարցում։ Անգամ հասել են այնպիսի լրտիության, որ շատ հարգարժան վաստակաշատ Մաղաքիա Օրմանյանը, Պոլսի հայոց պատվիարքը, որ նաև հոյակապայագետ է, արդարացնելու համար Պապտոսի գրածները պապի հասցեին, հերուրեց մի պատմություն, թե նույնիսկ հին պատմիչները, հին օտար պատմիչները Պապին համարում էին օտար մորից ծնված զավակ, այսինքն Պապը լրիվ հայ չէ, իսորջապ ուներ, այ դրանից էլ իր մոտ արվամոլության բացատրությունը։ Երբեք ոչ ոք չի կարող ցույց տալ մի հույն պատմիչ, որը Պապին համարած լինի հույն մոր զավակ, այդպիսի բան չկա, դա հերյուրանք է։ Իսկ Պապի հանդեպ եղած բոլոր, ասենք, հնչած գրված բոլոր վարկաբեկիչ տողերը ունեն մեկ բացատրություն, պարզապես արատավորել և ծնած ներկայացնել այն բոլոր քայլերը, որ արել է Պապը, հայոց պետականության վերականգնելու համար։ Սա է պարոն Կիրեմեջյան, ընդհանուր առումով շատ հետաքրքիր զրույց է ստացել, Գևորգ, տեսնեմ ինչքան ժամանակ կա։ Այո, ասա, լավ է։ Եկեղեցին էլ ինքը միանշանակ հանգիստ վիճակում չի եղել։ Այս ամբողջ ժամանակաշրջանը նկարագրելիս հարկավոր է հաշվի առնել նաև այն կատաղի պայքարը, որ գնացել է հենց եկեղեցու մեջ։ Եկեղեցին հայաստանյաց եկեղեցու մասին է խոսքը։ Եկեղեցին բաժանված եղել 3 թևի՝ հունական, ասորական և բուն հայկական։ Բուն հայկականը դա Աղբյանոսյան տոհմն է, Աղբյանոս Քրմապետի տոհմը, կներեք, Աղբյանոս Քրմի տոհմը։ Գրիգոր Պարտևը Աղբյանոսին, երբ որ դարձրեց քրիստոնյա, նրան ձեռնադրեց Բոստանում և սկզբնապես թեմ չտվեց առանձին, պահեց Արքունիքում, որպես կաթողիկոսական տեղափոխ։ Դրանից հետո Աղբյանոսյանները ավանդաբար եղել են կաթողիկոսական տեղափոխներ։ Հետո նրանց իհարկե թեմ տվեց Մանազկերտում, բայց ավանդաբար նրանք մնացին կաթողիկոսական տեղափոխներ։ Այսինքն կաթողիկոսը հանկարծակի մահացավ կամ Հայաստանում չի, ժամանակավոր պաշտոնը կատարում է Աղբյանոսյան կողմից որևէ մեկը անպայման։ Մեր արքաները, մասնավորապես Արշակը և Պապը, ցանկացած առիթ օգտագործել են Աղբյանոսյանների կողմից որևէ մեկին եկեղեցու գլուխ բարձրացնելու համար։ Ու ամենահետաքրքիրը որն է, պարոն Կիրեմեջյան, այն ժամանակ, երբ Աղբյանոսյան կողմից որևէ մի կաթողիկոս, որևէ մի եպիսկոպոս բազմել է կաթողիկոսության աթոռին, այդ ժամանակաշրջան եղել է հրաշալի մի ժամանակաշրջան պետություն եկեղեցի հարաբերությունների համար։ Հաշտ, համերաշտ, եկեղեցին իր գործին, պետություն իր գործին։
Սրանք եղել են շատ կարճատև, բայց իրոք շատ փայլուն ժամանակաշրջաններ, երբ այս կաթողիկոսները բացարձակ չեն զբաղվել հակապետական գործունեությամբ եւ ամենակարևորը հակապետական քարոզությամբ։ Հենց դրա համար էլ այս կաթողիկոսներին հիմնականում այս կաթողիկոսները նշված չեն մեր կաթողիկոսների ցուցակում հիմնականում։ Սա էլ է հետաքրքիր։ Եվ բոլոր արտենագիրների կողմից բացառությամբ խորենացում։ Միայն խորենացին է դրականներ արտահայտվում այս մարդկանց նկատմամբ։ Բոլոր մատենագիրների կողմից պախարակման է ենթարկված, որպես արքայի ստրուկներ, արքայի ընկերակիցներ, այսինքն մեր եկեղեցու համար առաքինության, կաթողիկոսի առաքինության գլխավոր չափանիշը դա արքային նախատելն է, արքային անիծելն է։ Համլետ Դավթյանն իր հիանալի գրքում մեզ անծանոթ վարդանանց պատերազմը գրքում հետաքրքիր օրինակ է բերում, երբ որ Վարդանանց ապստամբության ժամանակ 450-ականների ապստամբության մասին է խոսքը, երբ որ եկեղեցականներն ու նախարարները հավաքվում են Վասկրտի նամակ են գրում։ Ուրեմն այս նամակի մեջ եկեղեցու հայրերը գրում են, որ մենք ամեն օր աղոթում ենք ձեր անձի համար, ձեր արքայական մեծության համար։ Հիմա Համլետ Դավթյանն ասում է, ինչ հիանալի խոսքեր են, վերջապես մեր եկեղեցու կողմից լսեցինք օրհնանքի մի խոսք ուղղված արքային, բայց ցավոք դա վտար արքա է։ Ուրեմն պարոն Կիրեմիջյան, իրենց նզովքներով հասցրեցին մեր պետությունը կործանման, նզովքները սա փոխաբերական իմաստով են ասում, ուզում ասեմ հակապետական իրենց գործունեությամբ, հակապետական իրենց քարոզությամբ մեր պետությանը հասցրեցին կործանման եւ որպես հատուցում մի քանի տասնամյակ հետո ստիպված եղան քծնաբար կողմնել օտար թագավորին։ Սա հատուցումն է։ Գևորգ ջան, այնպես լավ բաներ ասեցիր, նաև տխուր, բայց պետք է ըստ արժանավուն գնահատվի քո աշխատանքը, որովհետև ինչպես ոսկին է հողից լվանում, մի խորանարդ մետրից մի գրամ է դուրս գալիս, այնպես էլ դու լվացել ես ամբողջ հայոց պատմությունը ու դրանից գտել ես այն մարգարտահատիկ ոսկիները, որ մոտ ես բերել ու այս գիրքն է ծնվել փաստորեն։ Հիմա որ ես խոսում ես որպես առաջի քեզ ունկնդիր, հասկանում եմ թե դու ինչ գործ ես արել, այսինքն տնտեսակ քաղաքական քրիստոնեության մուտքը թողնենք մի կողմ, տնտեսակ քաղաքական պայքարի մեջ հայտնվա, դու չես անդրադարձել, չէ՞ թե քրիստոնեությունը իր բաներով, կաշերով, ճաշերով, գրքի խնդիրը դա չի։ Բայց էսի գիտես ինչ է, դու պատմության տեխնոլոգ ես, նոր տեխնոլոգ։ Ուրեմն գտել ես, որ պատմագրությունն է անցել եկեղեցու ձեռքը, առաջինը, պատմագրությունը անցել է եկեղեցու ձեռքը։ Խորենացին համարում ես բարեխիղճ այդ պահակներից մեկը, որը մեր համար ինչ որ բան է պահել եւ դու դե գտել ես մի ոսկու բնակատոր, ոչ թե մանր հատիկներ, չես չարչարվել։ Ինքը ասել է այս գծի վրա ես ունեմ ջիղ ոսկի պահած ու դու մտել ես առաջի քրիստոնյա հայ կաթողիկոսների ճամբարը եւ դու գտել ես այդ երակը, որը խորենացին ցույց է տվել։ Հիմա դուրս է գալիս սենց մեր պատմագրությունը իհարկե անեծքների վրա հիմնված չի, դա ոչ մեկին չեն համոզի, բայց եղել է այնպես, որ պատմագրության վրա հետագայում սարքված է անեծքների տեքստը, որպեսզի հանկարծ չմտածվի, թե սա եկեղեցու այրերի ձեռագործի հետևանք է, սա Աստծու անեծքից առաջացած է եւ դրա դեմը խաղ չկա, Աստված լսեց եւ պատժեց, մեկին կուրացրեց, ուսին էս արեց, այն արեց եւ այս արեստական սարքածը էս, որը գալիս է առաջին Ագաթանգեղոսից է գալի իմիջայլոց, երբ որ այս արեստականությունը մտցրեց Գրիգոր Պարթևի խոր վիրապի պատմության մեջ եւ առաջադրեց առաջի դոգման։ Հիմա վերածվեց, որ մեր պատմագրությունը, որը կատարվել է SS գործերով, սրա վրա նստածում է անեծքների տաճարներն է սարքում։
որ Աստծո ձեռի գործ է եղեսի, ոչ թե մենք արեցինք, որ Հայաստանը այս վիճակում հասավ։ Ես ճիշտ պատկերացրի այդ աշխատանքը։ Այո։ Ցանկացած Եվ ես գիտես ինչ կա, մի բան էլ եմ վախենում ու կասկածում, եթե սրա վերջը չտրվի, հիմա մենք կանգնած ենք, ասենք, պատմության այն ժամանակ, եւ պետք է կանգնացնել այս process-ը։ Օրինակ 1988 թվականին, երբ որ ստեղծվեց Ղարաբաղյան շարժումը, Վազգեն առաջինի շուրթերից հնչեց կանիծեմ ինձի, եթե այս հացադուլը չթողնեք, այս կանիծեմը բառը հայտնվեց առաջի անգամ նորից, ոչ մի անգամ հայոց եկեղեցին չի անիծել թուրքերին, որոնք ցեղասպանեցին ամբողջ հայությանը, չի անիծել թաթարներին, պարսիկներին, արաբներին, չի անիծել, պատմագրության մեջ մտել է այդ քո ասած մեր 3 կարևոր անեծները, որոնք պետությունը իբրտե քանդեց, այնինչ քանդեցին, հետո դրեցին, որ անիծված է էսի, ինչպես մարգարեությունն էր, որ պետության գաղափարը խամրեր, պետության անեծքի քաղաքականության վրա նստած չի անիծված եկեղեցիներում համատարած հայկական որպես անեծքի օր նրանք, որոնց հայությանը բերեցին թուրքերի մասին է խոսքը։ Եթե որովհետև հանկարծ եթե այդ անեծքի օր հռչակվի, որոնք պիտի անիծենք մեր թշնամիներին, բանից պարզվում է, էսի չի մտած եկեղեցիների մեջ, որովհետև հենց առաջի անեծքը կպտելու է իրանց։ Պատկերացրի ինչ դուրս եկա։ Ահա թե ինչու չի անիծվում թուրքը, որը որ կոտորել է հային։ Օրենքով պետք է մտներ, որ նրանք ովքեր հայությանը արեցին, այս օրը գցեցին, անիծվեն։ Եթե հանկարծ մի եկեղեցի այս անեծքը մտցնի, միանգամից պարզություն կմտնի ով է։ Եթե Աստված կա, ուրեմն հերթով պիտի մեր շարքից անի նրանք, որոնք տնտեսական ոտնահարումներ արեցին 301 թվականից հետո։ Այդպես է ստացվում, թե չէ։ Այդպես է ստացվում ոնց է։ Հիմա ես մի բան ասեմ։ Վազգեն առաջինի կանիծեմ ինձին, հետագայում, երբ որ այս ամենը կվերանա, ես կարծում եմ կշարունակվի այդ 2000-ամյա տրադիցիան, սովորույթը։ Եթե սրա դեմը չառնվի եւ մարդկանց չբացատրի, առաջի պիոները դու ես, որը հայտնագործել ես, որ հետագայում 100 տարի հետո սրանք էլի մի հատ պատմագրություն կգրեն, որ Վազգեն առաջինը, որը մտել է որպես լավ անիծող կամ սպառնացել է, անիծել է եւ դրա պատճառով Սովետ միությունը քանդվեց եւ հայ ժողովուրդը ազատագրվեց ստրկությունից։ Էլի անես կգա մեջտեղ, որ իբրտե պատմական ընթացքների վրա անիծող կաթողիկոսներ են ճշտում հայկական քաղաքական տնտեսական ընթացքը։ Այս կարող է առաջանա։ Դրա համար ես ինչի առաջից անեծքի վրա կենտրոնացա, որ դա սուտ բան է, դրանք ոչ անիծող են, ոչ էլ աղոթող են, եւ դրանց ձայնը Աստծու մոտ տեղ չունի։ Այս պետք է մեր հայ գիտակցության մեջ մտցնել եւ իրերին նայել այնպես ինչպես կա։ Այո։ Ես համաձայն եմ ձերով։ Ես ինքս ասեմ, այս անեծքները կարևոր չի հնչել են թե չէ։ Սրանք էական չեն։ Հնչել են թե չեն հնչել։ Էականը հենց այս քաղաքականությունն է, որ այս անեծքների միջոցով տարվել է ամբողջ 1600-1700 տարվա ընթացքում։ Այս անեծքները գրելու բուն նպատակը հետևյալն է։ Պետությունը արժեք չի ներկայացնում, գերագույն արժեք է եկեղեցին։ Այս անեծքների բուն իմաստը սա է։ Այնինչ անեծվողները հայոց տերերն են, մեր արքաներն են, որոնք քաջ էին կոչվում օտարների կողմից, մեծ էին կոչվում, տիեզերակալ էին կոչվում։ Իմիջիալը շատ հետաքրքիր է։ Օրինակ Մովսես Խորնացուն անդրադարձել։ Մովսես Խորնացին մի հատ պատվիչն է, որ կարա հանգիստ թղթով ասի Արտաշես տիեզերակալ, Իլյան աշխարհակալ, Արամ աշխարհակալ, թերթեք Փաստոս, թերթեք Փարպեցի, թերթեք ցանկացած պատմիչ,
Միայն նվաստացուցիչ խոսքեր մեր արքաների հասցեն։ Սրանց մոտ բոլոր սրբերը սկսում և վերջանում են հրեական հունական ասորիներից։ Խորենացին միակն է, որ հայկյան իշխանների, հայկյան մարդկանց, հայատով, հայազգի մարդկանց օրինակով սկսեց ոգևորել իր սերունդներին։ Միակն է, որ ասում է, դու պատկանում ես նախնական և քաջ մի ազգի։ Սա է, սրանով է տարբերվում մնացածից։ Եվ ճիշտ հասկանալ խորենացուն օգնում է շատ ճիշտ ընկալել պատմության իմաստը։ Այն ամեն ինչ մնացածի կողմից գլխի շուռ է տված։ Ինչու եմ ընտրել 340-ից 374 թվականի դեպքերը, որտեղ այս ժամանակաշրջան ոչ թե 301 թվականին պարոն Կիրեմիկյան, հենց այս շրջանում սկսեց այդ անիվը մեր պետությանը տանել դեպի կործանում։ Թվում է, թե ամեն ինչ լավ է, նայեք, ամեն ինչ այնպես գլխի վայրը ներկայացված, որ այս արքաները, հատկապես Արշակն ու Պապը ներկայացվել են մեզ որպես ճղճի մարգարիտներ, սրանք մեծություններ են եղել։ Արշակ արքան Շապուհի դեմ պատերազմել է տարածաշրջանային գերիշխանության համար, արքայից արքայի թարգի համար, և հաղթում էր։ Վիճակն այնպիսին է, որ Շապուհը ելք էր ման գալիս իր համար նպաստավոր գոնե ոչ նվաստացուցիչ բանակցություններ սկսելու Արշակի և հանկարծ հայտնվեց եկեղեցին, որ ձեռք մեկնեց Շապուհի եկեղեցին։ Աշխարհաժողով արվեց, հրավիրվեց Ներսես մեծի կողմից և իշխանները որոշեցին։ Մենք հոգնել ենք պատերազմից, բայց հոգնել էին նաև պարսիկները, պատերազմից ոչ ոք չի, բոլորն են հոգնել, մենք հոգնել ենք պատերազմից։ Եթե Արշակը ուզում է կռվի Շապուհի դեմ, թող կռվի Վասակ Մամիկոնյանի ու իր անուններով Ճանդոկ Սյունու հետ միասին։ Մենք չենք կռվի։ Հիմա տեսեք ինչ է կատարում։ Ամեն նախարար փակվում է իր տարածքում ու իր տարածքը համարում անկախ պետություն։ 4 տարվա պատերազմի ողջ ընթացքում ոչ մի խոշոր ճակատամարտ պանուն չտված հայկական բանակը, մեկ ամսվա ընթացքում պատերազմը կանոն է տալիս։ Արշակը հերթական անգամ ցանկանում է հարձակում գործել ներխուժել Պարսկաստան, մեկ էլ հանկարծ հասկանում է, որ Պարսկաստան ներխուժելու համար պետք է մոտ մի 40 անկախ պետությունների միջով ասի։ Այսինքն պիտի նախ պատերազմի իր իշխանների դեմ։ Ես չեմ խոսում արդեն հայոց 120,000-անոց բանակի մասին, որը պարզապես ծնվելու հնարավորություն չուներ։ Աշկերի առջև հալվեց պետությունը։ Նոր աշխարհաժողովը որոշեց։ Տեր արքա Շապուհի երթումը շատ հուսալի է։ Քեզ ստիպում են գնա պիզդով։ Արքան բնականաբար պետք է լսեր աշխարհաժողովին, լսեր ձեր գնաց։ Սա է ցավալի պատմությունը։ Ահա ինչպես են կործանվել մեծ գործերը, բայց այս ամեն ինչը ներկայացվել է մեզ այլ կերպ։ Ներկայացվել է քանի որ Արշակը պղծագործ է, սպանեց գնելին, առավ նրա կնոջը, թեղտամահարեց իր ծերունի Տիրան հորը, սպանեց մյուսին, Ներսեսի վրա ծիծաղաց, Ներսեսին Հայաստանից աքսորեց, Խադ եպիսկոպոսին քարկոծելով ուզում էր սպանել տալ, իղձ էր։ Ներսեսը մի քանի անգամ անիծեց, իսկ Ներսեսի անեծները երբեք քանի որ գետին չեն ընկնում, քանի որ նա Աստծու մարդն է։ Ուրեմն Արշակը պետք է կործանվել։ Հասկանում եք, ամբողջ իմաստը այս նզովքների քարոզիչը սա է, նույնը պատմում։ Այսինքն գործը կատարել են արդեն իրան, մնում է անեծկով հետո վավերագրեն կնիքով փակեն, որ այդ մենք չարինք, անիծեցինք, դե ցեղավին Աստված արեց։ Իհարկե, ուրեմն ցանկացած երևույթ, ցանկացած ենթադրություն, ցանկացած թեզ, որ ես առաջ եմ քաշել, խիստ հիմնավորված է գրքում պարոն Կիրեմիկյան, հենց եւ եկեղեցական եւ այլ աղբյուրներով։ Խիստ հիմնավորված է եւ պարտաճանաչ կերպով հողումները տրված են։ Պարզապես իմ նպատակներից մեկն է եղել ընթերցողին հնարավորություն տալու ոչ թե հետևել
մեր ակադեմիկոսների կամ եկեղեցական քարոզիչների գրած ցիտատներին, այլ դնել դիմացները փաստը եւ սովորական տրամաբանությամբ կարողանալ փաստ ուղղել։ Տեսար ինչ եղավ, մի րոպեից ժամանակ ունենք 6-7 րոպե։ Այդ վերջի նախադասությունը հաստատեց, որ այս գիրքը, որի մասին ես կան ասեցիր, չէ, բաց է թողնվել հասարակության մեջ, հրատարակվել է 1983 թվին, եսի երկրորդ հրատարակությունն է, եթե չեմ սխալվում, առաջինն էլ 78 թվին է հրատարակվել, 20-20 հազար օրինակով, բայց ինչն է, սովետի ժամանակ, այդ տնտեսակ քաղաքական որոգայթը գործել է իդեմս Ագաթան Գեղոսի և հովանավորվել է, նայեք ում կողմից է ուսանող գրադարան մատենաշարի խմբագրական հանձնաժողով են կամբան, Համբարձումյան Սերգեյնը, սա որ հետո համասարանի ռեկտորը դառավ և հետո Գորբաչովի հետ հայ ժողովրդի հարցեր է լուծում Գերագույն խորհրդում ՍՍՍՌ-ն, սա նախագահն է Համբարձումյանը, Աղայան Է, Անանյան Գ, Թամրազյան Հրաչիկն է սա երևի, Թամրազյան Հ, Ղազարյան Հ, Մկրտչյան Լ, երևի սա Մկրտչյան Լևոնն է, ուրեմն այս խմբագրակազմը Ագաթան Գեղոս է տպում 87 թվին, 83 թվին, հələ ոչ մի բան չկա, այսինքն պատմագրություն են սարքում էլի անեցքի ձևով, և մեջը գրած է սրա Ագաթան Գեղոսի սարքած սուտ պատմությունները, և եսի հաստատվել է այդ մարդկանց կողմից, եղավ այս քու պատմած Արշակ երկրորդը պիտի, Արշակ երկրորդը դու ես, հա, Արշակ երկրորդը դու ես, դու պիտի հաղթահարես, մենք բոլորս, ես, դու, մեր բոլոր ազգակիցները, մենք բոլորս Արշակ երկրորդ ենք, չէ որ մենք նույն ոգու մարմնավորումներն ենք։ Երևի, բայց ես չգիտենք, մենք չգիտենք որդից առաջացակ, քնեցիք, վերկեցակ, մենք տեսակ, որ մենք ուրիշ մարդ ենք։ Պատմությունը շատ հետակ, պատմությունը ախր մեռած անցյալ չի, ինչ են գրում այս գրքերը։ Ինչի են օրինակ Ագաթան Գեղոսի գիրքը տպել, այ ասում է, դες սուտ մաֆիա է, չէ, բռնեցին տպեցին անը, բայց Ագաթան Գեղոսի գիրքը, բայց ուրեմն այն փոքրաթիվ գրքերից մեկն է նաև, որտեղից մենք տեղեկություններ ենք քաղել մեր դիցերի դիցումիների մասին, որտեղից նաև մենք տեղեկություններ ենք քաղել այս պարթևական պետությունը Պարսկաստանում Սասանյանի տեղափոխվելու պահը ինչպես ազդեց հայ-պարսկական հարաբերությունների վրա, շատ հետաքրքիր տեղեկություններ կա։ Այսինքն սա պատմագիտական արժեք ունի, ես հասկանում եմ ձեր ասածը, սա բացարձակ քարոզչություն է, իհարկե, բայց պատմաբանի, ուսումնասիրողի, գաղափարական գործչի դերը որն է, որ ուղեղը աշխատացնի և կարողանա քարոզչությունը չտարբերակել փաստից։ Այս սա է, որ մենք չենք կարողանում։ Գևորգ ջան, դու ճիշտ ես մտածում, դու մտածում ես այն անտառից ցախ հավաքած ձեր մարդու նման, որը ցախը հավաքել է ու հանկարծ մեկ այդ ճանապարհով անցկացնում են մի հատ էշ, որը ասել թե կեղտ է տանում իր հետ, և դու մտածում ես, ցախս դնեմ սրա փալանի վրա, թող իմն էլ տանի, քեզ օգնում է Ագաթան Գեղոսը, որտեղ էշը, բայց քու համար չէր եկել, էսի չէին տպել, որ Գևորգը գար և սկսել այս հողից ոսկի հանել, այդպիսի միտք չի եղել, բայց արդեն մենք գլխի գցեցինք այս Համբարձումյանին, Թամրազյաններին, որ հանկարծ ձեզ կնեղեն, ինչ-որ տեղ կասեն, այս ինչ է կարել, դուք կասեք, որ մենք էդի չանեինք, Գևորգը ոնց կգտներ ճշմարտությունը։ Հիմա սրա առջև կկանգնենք մենք, հիմա պետք է ասենք, որ այս էշը, որը գոմախտ էր տանում կամ կեղտ, այս ագական դուրս եկա, որ քու ցախն էլ վրեն դրեցիր, հասավ մինչև
քու ուզած տեղը, թե չէիր կարող տանեիր։ Իհարկե։ Ուրեմն դեր նմանները, որոնք այս սերունդի մեջ հայտնվեցին եւ կարողացան պատմության հումքա բազայից երկրորդական հումքա սա չէ, որ ոչ մի բան չես կարող գտնել։ Մշակեցին պատմական տեխնոլոգիաներ եւ գտան հազվագյուտ էլեմենտներ բարբերական համակարգի մեջ, ոնց որ գտնում են, ասենք, պղնձի թափոնային հանքերից, մեջը գտնում են ինչ ասես։ Դու այս տեխնոլոգիան արեցիր, Գևորգ, եւ դրա պատճառով ես ամբողջ հայ ժողովրդի կողմից ինձնից էլ բրել շնորհակալություն եմ հայտնում քեզ, որ դու գտնվելով Ֆրանսիայում կարողացար քու ազատ ժամանակի ընտանիքիդ հոգսերը հոգալու հետ նաև այս ծանր աշխատանքը պատմահողից, հող, ոչ թե պատմահորից, որ ասես պատմահորից նշանակում է մի հատ փոսա, մեջն էլ պատմություն է լցած, իհարկե խորենացու մասին չի խոսքը, նրան պատմահայր են ասում, որ ասես պատմահորից, չէ, երբ որ հոլով ես, ուրեմն դու պատմահումքից, քաղաքավարի, պատմահումքից, որ անհույս էր, որովհետեւ օգտակար բան գտնելու, որովհետեւ լցված էր փականքներ, ժանգոտած տեսակի բաներ եւ անեծքներ, կնքված անեծքներով, մի կողմ քաշեցիր եւ հանեցիր իրականությունը։ Շնորհակալություն ենք հայտնում երկու։ Ես եմ շնորհակալ պարոն Քիրեմիջյան, որ այսքան երկար ժամանակ մեծահոգաբար այս անարվեստ գրվածքներս դեր հատկացեցիք լույս աշխարհի էջերում եւ այսօր շարունակում եք դրանց ուշադրություն առանցնել։ Պատմության մեր ընթերցողներից այնքան դուր գա, ինչքան դուք եք ներկայացնում։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ես էլ մի քիչ չափազանցնում եք իմ արածը, իհարկե բնականաբար, բայց չեմ չափազանցնում, Գեորգ, կա ժամանակ, այս քու տեխնոլոգիան, երիտասարդ սերունդը, պատմաբանները գտնեն այս Արարատի նման պատմամնյութ կազմող մեր պատմագրության մեջ եւ նրանից դուրս կգան գանձեր եւ մենք կվերականգնվենք միայն այդ ճանապարհով, որովհետեւ գիտեմ այս հաղորդումից հետո շատերը ոգևորեցին, դու Արշակ Բ-ին, որը անեծքով դրված էր մինչև նույնիսկ կուրությունը իբր թե անիծել են, այնից սարքել են դավադրությունը, հետո վերջում բերել են, բա մենք ասում ենք, չէ, կամ պապի հետ կապված այդ այլանդակությունները, որ այդ պղծեցին պետությանը առաջին, հետո թագավորին, որտեղ երկուսը նույնն էին մեր համար։ Այսի մեր համար դառնում է, չէ, արդեն մտածելու նյութ է տալիս։ Մենք կգտնենք մեզ այս ամբողջ աղբակույտից, քամելով, զտելով ու տեխնոլոգիաներով։ Շնորհակալություն այսօրվա զրույցի։ Ես էլ եմ շնորհակալ։ Տեսնեմ ձեզ։ Մինչև նոր հանդիպում։